Եկեղեցին ազատ է, ինչպես ամեն մի կառույց, որը պետական կառույց չի, խոսել այն ամենի մասին, ինչի մասին ինքը ուզում է, անգամ պատերազմի կոչ անել, դա իրենց իրավունք է, բայց դա պատերազմի կոչ չէ հնչեցնել Արցախի հանրապետության անունը։ Ես դեմ եմ Արցախի հանրապետության ձևակերպմանը եւ բազմիցս տարիների վեր խոսել եմ, որտեղ Արցախի հանրապետությունը չեմ համարում իրավական գոյություն ունեցող մարմին, այն համարում եմ իրավական տեսանկյունից միջազգային Հայաստանի հանրապետության մաս, բայց դա առանձին հարց է։ Հիմա իրենք ում անունը կտան, Արցախի հանրապետության անունը կտան, Բուրկինա Ֆասոյի անունը կտան, թե ինչ կտան, դա իրենց իրավունքն է։ Իրավունք չունի Նիկոլ Փաշինյանը վերահսկելու, թե ով ինչ է ասում իր պատարագի կամ ելույթի ժամանակ, կրկնում եմ, իր կարգավիճակով եկեղեցին չի հանդիսանում պետության մաս եւ հստակորեն տարանջատված է, սա մեկ։ Մյուսը, եթե Նիկոլ Փաշինյանը գոնե շատ թեթև անդրադարձ ունենար Կովկասի եւ Ադրբեջանի մուսուլմանների առաջնորդ Փաշազադեի բազմիցս հնչեցած ուղղակի պատերազմական կոչերին, որ Հայաստանը դա արևմտյան Ադրբեջան է, որ մենք վերադարձնելու ենք մեր հողերը, սա ուզում եմ հատուկ շեշտել, ոչ թե մենք վերադառնալու ենք, ոչ թե վերականգնելու ենք մեր պատմական ժողովը, որ մենք վերադարձնելու ենք մեր հողերը, եւ սահմանադրությամբ Նիկոլ Փաշինյանը որպես Հայաստանի տարածքային ամբողջականության երաշխավոր պարտավոր էր դրան արձագանքել, որտեղ ոտնձգություն է Հայաստանի Հանրապետության դեմ։ Այդ ամբողջը չի արել, հիմա ասում է պատարագի ժամանակ Արցախի Հանրապետության անունն են տվել։ Սա մի շարք նպատակներ ունի, առաջինը իհարկե գցնել Ալիևի եւ այն սխալ ենթադրության վրա, որ իբր Ալիև իր քաղաքականությունը կառուցում է մեր քաղաքականությամբ, առավել եւս սա քաղաքականություն էլ չէ, Հայաստանի հասարակական դաշտում հնչեցված մտքերով։ Լսեք, եթե Ալիևը ուզենա հարձակվել Հայաստանի վրա, ինքը հազար ու մի պատճառ կգտնի դա անելու համար կամ պատրվակ ավելի ճիշտ։ Ինքը այդ ամբողջը կգտնի, ինքը ինչպես հիմա է անում, կդնի Հայաստանի իշխանությունների առջև հերթական պահանջը բնականաբար անհնարին կլինի կատարել, դա էլ կդառնա, որ ի վերջո այդպես էլ լինելու է, որը կդառնա պատերազմի պատրվակ, որովհետև մենք երբ որ նայում ենք եւ հասարակական դաշտում Ադրբեջանի ձևավորվող տրամադրություններին եւ գնվող զինատեսակներին եւ քանակությանը եւ աճող բյուջեին ի տարբերություն, ասենք Հայաստանի ռազմական բյուջեի կրճատման, ինչպես նաեւ մենք հենց վերջի լուրը այն էր, որ իրենց ռազմական ակադեմիայում հատուկ դասընթացներ ա բացվել հայերենի ուսուցման, այսինքն Հայաստանի տարածքը հստակ ռազմական գործողությունների թատերաբեմ է անկալ, որտեղ անգամ Արցախի պատերազմի ժամանակ լեզուն ուսուցանում էին ոչ ռազմական, ասենք, կառույցներում, համալսարաններում եւ այլն։ Հիմա դա հստակ է։ Հետևաբար էլի սա Նիկոլ Փաշինյանի հերթական ենթադրություններն է, կամ այլ ճիշտ աղավաղումներն է իրականության ընկալման, որ ուզում է ինքը հասարակությանը հրամցնի որպես իրականություն։